Սաղմոս 73 Աստծո արդարությունը Ասափի Սաղմոս Հիրավի Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար, և քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին, և բան չէր մնացել, որ քայլվածքս սահեր, որովհետև նախանձեցի ամբարտավաններին, ամբարիշտների խաղաղությունը տեսնելով, որովհետև նրանք ցավ չունեն մինչև իրենց մահը, և նրանց մարմինն էլ ամուր է. նրանք մարդու նեղության մեջ չեն և չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ, դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, և բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց. Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, նրանք իրենց սրտի խորհուրդներով են վարվում, ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում, իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ. Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ և լիությամբ պիտի ջուր քամեն իրենց համար, և ասում են. Աստված ինչպե՞ս գիտե և կա՞ արդյոք գիտություն Բարձրյալի մոտ: Սրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում և ավելացնում են հարստությունը: Հիրավի զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ, և ամեն օր տանջվում եմ ու խրատվում ամեն առավոտ: Եթե ասեի, թե ես էլ նրանց նման կխոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի: Եվ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ, մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա: Հիրավի դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց: Ինչպես են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով: Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տեր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը: Երբ իմ սիրտը դառը ցավեց և իմ հոգուս խռովեցի, այն ժամանակ ես հիմար էի և չիմացա, անասունի պես եղա քո առաջ, բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ այս ձեռքից: Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ: Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում: Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը: Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն, դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ: Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն, իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ: